Հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված հաղորդաշարն է եթերում, Արարատյան խոհանոցն է։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստվելիք ուտեստը ավելուկով ուտեստ է, բայց այստեղ մի բայց կա։ Ավելուկը մենք օգտագործելու ենք թարմ վիճակում, թարմ ավելուկով։ Շատ ունենք այսպիսի ուտեստներ, չորացրած ավելուկով, բայց այս տարբերակը թարմ ավելուկ է։ Օգտագործելու ենք ոսպ, կարտոֆիլ, գլուխսող, սև սալորաչիր, կծու, ամբողջական պղպեղ, սխտոր ընկույզ եւ լավ համեմունքներ։ Ամենագերագույն համեմունքը, որ միշտ մենք կրում ենք մեզ հետ եւ ձեր համար, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, պատրաստում ենք սոխարած։ Ապուրների օգտակար լինելու մասին բազմիցս խոսել ենք, բարեկամներ, եւ շատ կարևոր է, որ օգտագործվելիք ապուրը, պատրաստվելիք ապուրը լինի սեզոնային։ Ինչ ասել է սեզոնային։ Գարուն է, ուրեմն պիտի օգտագործենք մեր վայրի ուտելի բույսերը, որով շատ առատ է մեր բնաշխարհը։ Հարգելի հեռուստադիտողներ, օգտագործելու ենք բոլոր մթերքները, որով մեր բնաշխարհը հարուստ է եւ որոնց մեջ շատ կան վիտամիններ, օգտակար եւ շատ տեսակներ։ Սա հենց այդ պահն է եւ հենց այդ առիթն է։ Սոխարած ենք պատրաստում, կաթսան տաքացնում ենք, ձեթը դաղում եւ սոխարածը տապակում։ Առատ սոխ պիտի լինի, առատ։ Միշտ կտապակվի սոխը։ Մենք պատրաստենք ավելուկը ձեռքով կտրատենք, թարմ ավելուկ նորից կրկնեմ, բնական է, որ երկար չենք խաշելու։ Շատ ավելի լավ է բույրը զգացվում թարմ վիճակում, քան թե չորացված։ Օգտագործելու ենք նաև սև սալորաչիր եւ խաշված ոսպ։ Կտրատենք սև սալորաչիրը։ Այստեղ եթե նկատում եք պաշար արված, այսինքն հին, ասպես ասենք, հին, այսինքն փոխաբերական իմաստով ճիրը նախորդ տարվա համադրվում է այս գառնան վաղ բույսի հետ եւ այստեղ շատ լավ համադրություն է ստացվում։ Լավ տապակվեց արդեն սոխարածը, ավելացնում ենք ջուր։ Ավելացնում ենք կարտոֆիլը, մանր կտրատված, խաշված ոսպը, եւ մեզանից կպահանջվի 12-ից 15 րոպե մինչ կարտոֆիլը կպատրաստվի, այնուհետև կավելացնենք մինչ կարտոֆիլի կիսայեպ լինելը, կավելացնենք նաեւ թարմ ավելուկը եւ սև սալորաչիրը եւ ինչպես նշեցի, ընկույզից եւ սխտորից պատրաստված հատուկ համեմունք։ Բարեկամներ, արդեն կարտոֆիլը պատրաստվեց։ Հիմա կավելացնենք սև սալորաչիրը։ Այնուհետև ավելուկը
իջեցնենք կրակը։ Եվ մինչ կպատրաստվի ավելուկը, կպատրաստենք մենք ընկույզով, սխտորով համեմունքը։ Չմոռանանք մեկ փոքր կտոր կծու պղպեղ։ Զուտ վաղ գարնանային ուտեստ է, բարեկամներ, կարծում եմ այսպես թե այնպես մեր օրգանիզմը, հատկապես գարնանը, կարիք ունի լիցքաթափվելու մի քիչ։ Ուրեմն թույլ տանք, որ լիցքաթափվի, թույլ տանք, որ ճաշակի եւ վերցնի մեր հրաշք բնությունից իրեն անհրաժեշտ բոլոր մթերքները։ Սամիտ կտրատենք եւ համքեղ։ Ավելացնենք աղը։ Կարմիր քաղցր պղպեղ եւ համեմի աղացված սերմ։ Շարունակենք այսպես խառնել։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ, թե ինչպես պատրաստեցինք այս ուտեստը։ Պատրաստեցինք սոխառած, այնուհետև ջուր ավելացրինք խաշված ոսպը եւ կարտոֆիլը կտրատված 12-15 րոպե երբվեց, այնուհետև թարմ ավելուկը եւ սև սալորաչիրը։ Վերջում պատրաստեցինք սխտորից, ընկույզից եւ համքեղ սամիթից պատրաստված այս համեմունքը, աղ, պղպեղ եւ համեմի սերմով։ Եվ վերջ։ Ահա բարեկամներ։ Եվ ծածկում ենք ու վերցնում կրակից։ Ինչպես ասում են, թող շնչահանվի։ Վերջ։ Հիանալի բույր։ Ահա։ Հարգելի հեռուստադիտողներ, այս ուտեստն էր, որ այսօրվա համար պատրաստել էինք։ Մենք ուզում ենք, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ։ Թող նրանք նպաստեն, որ դուք ունենաք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ կյանք, հպարտ լինենք հայրենելու համար, ունենանք համբերություն եւ տարածենք բարություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ավելուկով ապուր, ավելուկ 30 գրամ, ոսպ 100 գրամ, ձեթ 30 գրամ, կարտոֆիլ 40 գրամ, գլուխսող 50 գրամ, սև սալորաչիր 20 գրամ, կծուտակդեղ 1 հատ, սխտոր 2 պճեղ, ընկույզ 10 գրամ, համեմ, սամիտ, աղ, պղպեղ, բարեխորժակ։